Ես կհավատամ, որ փրկությունը նվեր է։ Այսօր բոլորը կսեն, որ փրկությունը շնորհքից է, նվեր է։ Ինչ նշանակի նվեր։ Նվերը դու չես կարող կորցնել։ Նվերը քո ջանքից չէ։ Դու չես արժանացել այդ փրկությանը։ Ինքը ուզեցավ եւ քեզի տվեց։ Հակոբին սիրեցի, Եսավին ադեցի։ Եսավը ինչ չլներ, փորձեց լացով, իչեմ ինչով, ինչ որ բանի արժանանա գրված է Եբրայեցիս գրքի մեջ, բայց չկարողացավ ստանալ։ Որտեղ ոչ լացով է, ոչ ուժով է, ոչ կամենալով է, այլ ընտրողից է, կանչողից է, Պողոս Արաքյալն ասում է Հռոմեացիս գրքի մեջ։ Դամար ես կուզեմ քեզ ասեմ, որտես ինչ կա, դու քեզի չէ, որ դու հավատացիր։ Հովանու 15-րդ գլխի 16 խոսքը ասում է ոչ թե դուք ընձի գդակ, այլ ես ձեզի գդա։ Դուք չեք գդա ընձի, ես եմ գդա, Հիսուսն է ասում։ Ես գդա Հիսուսին, ես չդեմ ես իմ ջանք թափեցի, խնդրեցի, ապաշխարեցի, ես իմ ինչ, ու ինքը ընձունը չէ։ Մենք այդքան խելք չունենք, որ իրան ընդունենք։ Ինքը մեզի ընդրեց։ Հովանու 6-րդ գլխի 44 խոսքի մեջ Հիսուսի խոսքերն են։ Ասում է ոչ ոք չի կարող ինձ գա, եթե իմ հայրը չձգե իրեն դեպի ինձ։ Այսինքն հայրը ներգործություն է անում, որ մենք Հիսուսին ենք եկել։ Ինքը մեզի ընդրել է, մեր մոր որովայնից, elə մենք չծնված, չձևավորված, ինքը ունի քեզի։ Ամեն։ Գործք Առաքելոս 13-րդ գլխի մեջ 48 խոսքը։ Նեղ գրված է Պողոս Առաքյալը քարոզում էր եւ գրված է հավատացի նրանք, ով որ սահմանված էին հավիտենական կյանքի համար։ Այսինքն նրանք, ով որ սահմանված չէին, նրանք չընդունեցին։ Ընդունեցին նրանք, ով որ սահմանված էին։ Երեք Երևանում նույն բանն էի խոսում համարյա։ Մեր երեխեքից մեկը ասացին, մենք կալվինիստ ենք։ Ես չգիտեմ կալվինիստն ով է, արմենիստը ով է։ Ես կհավատամ ինչ որ ինձ Սուրբ Օքին հիմք է տվել։ Ինչ որ ես կտեսնիմ ու կաբրիմ, այդ բանը կտեսնիմ, ես ոչ թե կտեսնիմ, այլ իմ ամբողջ էությամբ այս բանը կզգամ, որ սպես է։ Իմ ուժով եւ իմ զորությունով չէ որ ես այսօր կամ։ Ես հավատամ որ թե մարդկանց Աստված բերեց ինձի, բարձրացրեց ինձի, օգնեց։ Այսօր իր մարդիկ կանգնած են, ելի կհանդիպին։ Էլի սա Աստծուց է, Աստծով է եւ Աստծո փառքի համար է։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլխի 14 խոսքը ասում է որ շնչավոր մարդը ռուսերենի մեջ շնչավոր, այսինքն ոչ հոգևոր մարդը։ Աստվածաշունչ Մադյանը մեզի կներկայացնե մարդկանց երկու տեսակի՝ շնչավոր եւ հոգևոր։ Ով է շնչավոր մարդը, որ աշխարհիկն է։ Հոգևոր մարդը ինքը հոգևորն է, բայց հոգևոր մարդը նաև կարող է մարմնավոր լինել։ Այդ առաջի Կորինթացիս 2-րդ գլխի մեջ գրված է կա շնչավոր մարդ, կա հոգևոր մարդ։ 3-րդ գլխի մեջ կսե եղբայրներ ես ձեզ չկարողացա խոսել ինչպես հոգևորներ, որովհետև դուք մարմնավոր եք։ Այսինքն դուք մանուկ եք հլը, դուք վերստին ծնունդ ունեք, բայց ձեր մտածելակերպը նորոգված չէ, դուք մարմնով կառաջնորդվեք։ Դեպի փրկված եք։ Այսինքն հոգևորը կարող է մարմնավոր լինել կամ հոգով առաջնորդվի։ Բայց մարդիկ բաժանվին երկու մասի՝ շնչավոր, աշխարհիկ եւ հոգևոր։ Ոստեղ գրված է, որ 14 խոսքի մեջ, որ շնչավոր մարդը, աշխարհիկ մարդը, մարմնավոր մարդը, այսինքն այս մարմին ունեցող մարդը, ինքը չի կարող հոգևոր բաները ընկալել եւ հասկանալ եւ ընդունել։ Չի կարող ընդունել հոգևոր բաները։ Հենց է գրված է, որ չի կարող ընդունել։ Դու կարող ես կարդ արկում։ Եթե մարմնավոր մարդը, մարմնավոր Հակոբը գրված է չի կարող հոգևոր բաներ, ո՞րն է, փրկությունը հոգևոր բան է։ Ինքը գրված է որ չի կարող փրկությունը հոգևոր բանը ընդունել։ Հոգևոր բանը ընդունելու համար պետք է հոգևոր լինի։ Հոգևորը հոգևորի հետ համեմատելով։ Դա համար ես հավատում եմ այսպես որ Աստված չի կարող մարմնավոր մարդուց պահանջել հավատալ իրեն, մինչև ինքը այդ հավատքը, որը պարգև է, ինքը մեր մեջ սկզբից չդնե։ Ինքը սկզբից մեզի վերստին ծնունդ տվեց,
նոր այդ վերստին ծնված ազնվորությունը քո մեջ սկսեց հավատալ Աստծուն, ինքը սկսեց հպում ունենալ, ինքը ընդունել, որտեղ մեր մարմնավոր էությունը աստվածային բանը չի կարող ընկալել եւ ընդունել։ Միգուցե ասենք բժշկության մասին խոսած մեկը ընդունե, բայց հոգևոր փրկության, երկինք, հավիտենական կյանք, այդ բաները մարմնավոր մարդը, սովորական շնչավոր մարդը չի կարող ընդունել։ Դրա համար ես մի հատ լավ ռոլիկ ունիմ, շուտ եմ գտե, Թուրքիայի առաքելական եկեղեցու վարդապետ է, Սաագի անունը, շատ ուժեղ է, դասը Facebook-ի մեջ կիսվա, մեր ժողովրդից մարդիկ նայելով գիտեն ես ձեր եմ արել, բայց չէ ինքն մարդը գսե որ մարդը հավատքով, մարդը ապաշխարությունով չի փրկվում։ Ու պատկերացեք ինչ կբացրեք, սե, դες ինչ կա, եթե Բուդայի տեղը մի հատ ուրիշ կար այդ գաղափարախոսությունը բերեր, այդ գաղափարախոսությունը կլիներ։ Եթե Մուհամեդի տեղը ուրիշը գար, ասենք այդ իրանց Կարանը բերեր, չէ՞։ Էլի կլիներ գաղափարախոսությունը, բայց մենք չենք փրկվի ըստ գաղափարախոսությունից։ Մենք կփրկվենք այդ բերողի Հիսուսի մեր առաջնորդին մեր ներսը ունենալուց։ Գաղափարը չէ մեզի փրկողը, մեզի փրկողը Հիսուսին ունենալն է, որի մեջ իրեն այդ գաղափարն կա։ Այդ մտածելակերպը ճշմարտությունը կա, բայց գաղափարախոսությունը կամ ուղղակի հասկացողությունը ես հավատամ այս բանին քեզի չի փրկի։ Քրիստոնեությունը պետք է դու Հիսուսին քո մեջ ունենաս։ Եթե դու չունիս Հիսուսին քո մեջ, դու կյանք չունիս, որտեղ ինքն է կյանքը։ Սա ինձի մեկը չուդե եւ չխմե, ինձ այդ բաժին չունի, կյանք չունի, ինձի կերեք եւ խմեք, որ կյանք ունենալ։ Մենք մեզի կյանք չունենք, ինքը Աստվածային իր բաժինը տվեց մեզ, ինքը Սուրբ Ոգին եկավ եւ մեզի նոր արարած ստեղծեց։ Հներն անցան, ամեն բան նոր է։ Իմ հերս ու մերս ծնել ինձ որպես Հակոբ, իմ երկնային հայրս էլ ինձ ծնել է նոր արարած։ Էդի է փրկված։ Ինքը կարող ասենք չզարկանա, ես իմ ինչ չեմ, բայց ինքը փրկված է։ Ուղղակի ես երկրի մեջ մենք կապրենք, որովհետեւ մենք այդ ներսի մարդը ինքը ավելի մեր մտածելակերպը նորակելով, ծառայություններ ունենալով ինչ որ պատրաստենք ավելի որակով, ավելի կատարյալ մարդ։ Մենք բոլորս փրկված ենք, որ Քրիստոսին իր մեջ ունի։ Բայց մեր տարբերությունը մեր փայլն է։ Աստղը աստղից տարբերվի իր փայլով։ Նույնն էլ հավատացյալը հավատացյալից տարբերվի իր ներսի հավատքով, իր կարողությունով, ինչքան ինքը Աստծո հետ փոխհարաբերություն ունի։ Ամեն։ Այսպես շատ կարևոր բան կա, ինչի համար, օրինակ, ինչից հենելով մարդիկ կհավատան, որ անպայման պիտի ապաշխարեն, հավատան, որ նոր փրկվին։ Եկեք գտեք ասենք, որ Աստվածաշունչ ունի Գործք Առաքելոց բացենք։ Երկրորդ գլուխ 38 խոսքի մեջ ես ռուսերենից կկարտամ, չեմ թարգմանում։ Պետրոսն ասեց. Ապաշխարեցեք, մկրտվեցեք ամենքդ Հիսուս Քրիստոսի անունիցը, մեղքերի թողության համար եւ ստացեք Սուրբ Ոգին։ Մենակ եթե այս խոսքը վերցնես, առաջինը պետք է ապաշխարեք։ Մկրտվենք։ Նոր Սուրբ Ոգին ստանանք։ Բայց եթե մի քիչ վերև, մի քիչ վար կարտաս, լրիվ միտքը կփոխվի։ Գրված երբ որ Պետրոսը քարոզեր, սա գրված է, երբ որ նրանք լսեցին, услышав, они умолились в сердце, իրանց սրտերի մեջ ինչ որ բան կատարվավ։ Աստված մեզի փրկել է իր խոսքի միջոցով, այդ խոսքը լսելով, երբ որ դու ընդրված ես այդ խոսքը գուկա, Հակոբոս ասում է, որ Աստված ինքը ուզելով ծնեց մեզ անաբագանացու սերմով, որը ճշմարտության խոսքն է։ Այդ խոսքը եկավ եւ քեզի կենտանացրեց։ Այն մեկին եկավ, բայց չկենտանացրեց։ 1000 հոգի լսեցին, բայց իրենց օգուտ չտվեց։ Երբ որ իրանք լսեցին, իրանց սրտերի մեջ ինչ որ բան թպրդաց։ Ինչ որ բան կատարվավ։ Ես մեր տուն նստած էի, մի հատ հավատացյալ եկավ մեր տուն, եկավ դուրը բացեց, իմ հորցանոթն է, սա խաղաղություն, մի հատ շար եկավ ասպես կլոր, շып եկավ մեջս։
Ես չհասկացա ինչ կատարվավ։ Այն վաղ չհասկացա, բայց հիմա գիտեմ որ ինչ կատարվավ։ Այսինքն իմ սրտի մեջ ինչ որ բան կատարվավ։ Դրանից հետո ես չհասկացա, խելագարվա, ասեցի փնտրել ինչ։ Աստծուն փնտրել։ Ինչ են դիսկ ստիպեց փնտրել։ Այդ շարը որ եկավ կբավի։ Մեծ բան, խաղաղություն սա, ու всё։ Սա Հիսուսը քո համար խաչվել է, Հիսուսը քո մեղքերը ներել է, Հիսուսը պրոստը ուղղակի ասեց խաղաղություն։ Դրանից հետո նրանք ասին, ինչ անենք մենք, որտեղ արդեն ինչ-որ բան շարժվավ իրաց մեջ։ 39 խոսք ասում է. ձեզ եք պատկանում բոլոր խոստմունքները եւ ձեր երեխաներին։ Ում Աստված Տեր Աստված կկանչե։ Ում Տեր Աստված կկանչե։ Բոլորին նրանց ում որ Տեր Աստված կկանչե։ Բոլոր խոստմունքները նրանց կպատկանեն։ Համար պետք է խոսքը մենք ճիշտ ձևի կարդանք։ Հովանու 10-րդ գլխի մեջ նա 8-ը կարդանք Հռոմեացիս։ Հռոմեացիս 8-րդ գլուխը բոլորդ գիտեք։ Աստված ում որ ճանաչեց, նրան էլ սահմանեց, որ նա իր որդու պատկերը ունենա, չէ՞։ Այսինքն ում որ ճանաչեց, ում ճանաչեց, սկզբից որտեղ ճանաչեց։ Ինքը իր սրտի մեջ, իր հոգու մեջ ինքը սկզբից քեզի որոշեց, ճանաչեց։ Դրամ էլ քեզի կանչեց։ Երեմիա դու դեռ հլա քո մոր որովայնի մեջ չձևավորված ես քեզի գիտծա։ Եվ ես քեզի օզեցի մարգարե։ Լսես կա։ Աստված ինքը հավեդենությունից առաջ քեզի գիտեր։ Նախքան երկիրը կառուցվել է ինքը քեզի գիտեր, ինքը իր ծոցի մեջ քեզի ունի։ Աստծուն ոչ ոք չի տեսե, բացի իր որդուց, որը իր ծոցի մեջ եղե։ Դու մենք եղել ենք բոլորս մեր հոր ծոցի մեջ։ Մենք իր ծոցից ենք եկել։ Ինչի համար ես բաները խոսամ, գիտես ինչ կա։ Քո հավատքդ, քո ընթացքդ հաջողակ, զորությունը կախված է թե դու ինչ ֆունդամենտի վրա ես կանգնած, ով ես դու։ Համար ում որ նախասահմանեց, նրան էլ կանչեց, ում որ կանչեց, նրան էլ արդարացրեց, ում որ արդարացրեց, նրան էլ հարավորում է։ Ու շարունակություն է, լիքը լավ խոսքեր կան։ Հովանու 10-րդ գլխի մեջ 26 խոսքից մինչև 25, եթե 9 կարդանք, այնտեղ գրված է դուք ինձ չեք հավատում, Հիսուսը ասում է, որովհետև դուք իմ գառներից չեք, իմ հոդից չեք։ Իմ գառները ինձ ճանաչում են, իմ ձայնը լսում են, իմ հետևից գալիս են։ Եվ ես իրենց կյանք եմ տալիս։ Եվ գրված է ոչ ոք, զեկը ոչ ոք չի կարող գողանալ նրանց ինձանից։ Եվ ոչ ոք չի կարող իմ հոր ձեռից նրանց տանի։ Այսինքն դու քո փրկությունը չես կրնա կորցնել, որովհետև փրկությունը նվեր է։ Մի բան որ նվեր է, ոչ թե դու ձեռք բերել ես քո արժեքներով։ Ու արժեքները թույլցար ու կորցրեցիր։ Կամ ինչ որ մի հատ ուժ տվենաս, որ կարողանաս այդ փրկությունը պահես։ Ինքն է պայողը։ Բենինը լավ խոսք ունի, ասե Մայրամը երբ որ Հիսուսին գրգել էր, իրանք թվար դե ինքն էր Հիսուսին գրգե։ Հիսուսն էր իրան գրգե։ Մեզի թվար այդ փրկությունը մենք ենք պահ, այդ փրկությունն է մեզի պահողը։ Շատ կարևոր է, որ քո մեջ ճիշտ հիմք կառուցվի, որ դու հասկանաս, թե դու ով ես։ Ամեն։ Առաջի կարևոր բանը էս է, շատ համարներ ունիմ։ Շատ համարներ կա, որ կարող եմ ասել, որ դες ինչ կա, որ այս համարները ապացուցում են, որ մենք մեզնից չեղանք։ Ուղղակի ինչի համար մարդիկ կխառնեն, հետո երբ որ մենք փրկվանք, այստեղ նոր մեր հավատքը կաշխատի պետք է։ Մեզ Աստված հավատք է տվել, որովհետեւ այս կյանքի մեջ այդ հավատքը գործածելով մենք փրկություններ ունենանք։ Փրկություն աղքատությունից, փրկություն հիվանդությունից